Ծառուկյան դաշինքում ու ինչի կհանգեցնի այդ ամեն ինչը պարոն Իսագուլյան, նորմալ եք համարում։ Հիմա շատ ավելի կարևոր թեմա կա երեխեք, եկեք նախ նա ավարտենք, հետո էզո կանդրադառնանք սրան։ Որտեղ շատ ավելի կարևոր թեմաներ կան հայաստանյան իրականության համար այսօր, դրանք հենց Ադրբեջանում անցկացվող զինավարժություններն են, Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ նշանակության ուրեմն զորամիավորումների մասնակցությամբ ավելի քան 80 զինտեխնիկա, 60 հրթիռային տարբեր կայաններ, 12 ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ բավականին ուրեմն լուրջ զինավարժություն է, համենայն դեպս զորավարժություն, համենայն դեպս այն առումով, որ անցկացնում են Թուրքիան ու Ադրբեջանը ամսի 1-ից մինչև 5-ը, նաև նախատեսված է հունիսի 4-ից 14-ը կարծում եմ Վրաստանում, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան զորավարժություններ։ Շատ հետաքրքիր է, որ աշխարհաքաղաքական այս զարգացումների ուրեմն բուռն ընթացքի զուգահեռ Թուրքիան իր ուրեմն նկարտումները մեր տարածաշրջանի նկատմամբ չի թույլատրում իր ցանկությունները եւ հետագա գործունեությունը ինչպես ինքն է պատկերացնում, հատկապես գիտեք սահմանադրության փոփոխություններից հետո երբ Թուրքիան դառնում է ուժեղ նախագահական համակարգ ունեցող պետություն, իսկ Էրդողանի հայտարարությունները իր քաղաքական ճանապարհի տարբեր հատվածներում հստակ ցույց են տալի, թե ինչ նպատակներ ունի Թուրքիան։ Բայց սրան զուգահեռ նաև շատ կարևոր է, թե ինչ ծրագրեր ունի Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը ու Արցախի Հանրապետությունները ոնց են հակադարձելու բոլոր այն ուրեմն քաղաքական, ռազմական, տնտեսական ուրեմն մարտահրավերներին, որ հատկապես նետվում է հենց Ադրբեջանի կողմից։ Այսօր տարբեր քաղաքական ուրեմն վերլուծաբաններ տարբեր մեկնաբանություններ են անում, բայց ես կուզեի ասել հետեւյալը։ Իհարկե զորավարություններ, Արցախի Հանրապետության անպատասխան կառույցները ուշով հետևում են այդ զորավարություններին եւ գիտեք, որ հայտարարություն եղավ թե Պաշտպանության բանակի հրամանատարների, թե նախագահի մամլո խոսնակի միջոցով կախված նրան, որ եթե հանկարծ սա գնա այլ զարգացումների եւ փորձեն որոշակի պրովոկացիաների գնալ, ապա մենք պատրաստ ենք եւ համարժեք պատասխանը տալու ենք։ Բայց այդ ամենի հոլովույթում մենք անպայման պետք է ուշադրություն դարձնենք նաեւ այն արտահայտություններին, որ այս օրերին չնայած փորձագիտական մակարդակով, բայց Ադրբեջանի կողմից հնչեցվում է, այն է Նախիջևանում հնարավոր ուրեմն թուրքական ռազմական բազայի տեղադրման հետ կապված։ Այս հարցը ես չեմ կարծում, որ հիմա չնայած փորձագիտական մակարդակով է հարցարկվում, բայց պատահական է արվում, որտեղ մենք գիտենք, որ այսօր հատկապես մեզ շատ մոտիկ տարածաշրջանում ընթացող գործընթացներին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին եւ հատկապես վերջերս Թուրքիայի նախագահի այցը տարբեր երկրներ, այդ թվում վերջերս Սոչիում ընդամենը մեկ օր առաջ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, Էրդողանը պատրաստվում է մեկնել նաեւ Միացյալ Նահանգներ, որտեղ Դոնալդ Թրամփի հետ պետք է հանդիպումներ ունենա եւ այս ուրեմն ամբողջ գործընթացների հետ միասին առաջ է քաշվում նաեւ Նախիջևանով բազա ունենալու հնարավորություն։ Մերոմ փորձագետներից շատերը մատնանշում են, որ դա անհնար է եւ հատկապես ենվելով 21 թվականի Ղարսի պայմանագրի 4-5-րդ կետերի վրա, այնտեղ կա նաեւ 6-րդ կետ, որը Աջարիային է վերաբերում, ես ուղղակի ցանկանում եմ հիշեցնել բոլորին հետեւյալը, որ մինչև 18 թվականի Ադրբեջանի ուրեմն անկախության, ձեռքբերումը Ադրբեջանի, գիտեք 18 թվականին Հայաստանը, Ադրբեջանը ու Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին, մինչև այդ Նախիջևանը համարվել է ուրեմն հայկական տարածք։ Թուրքական օկուպացիայից հետո, գիտեք, հետո 18 թվականին
մինչև 21 թվականը արդեն երբ որ կնքվեց այդ Ղարսի պայմանագիրը, այնտեղ կա 5-րդ կետ, որը վերաբերում է հատկապես Նախճեվանի։ Ընդ որում, շատերը այդ կետը սխալ են մեկնաբանում, բայց այնտեղ շատ հստակ ձևակերպում կա, որ անցնում է Նախճեվանը ադրբեջանական, արդեն խորհրդային Ադրբեջանի ուրեմն հովանավորության տակ, բայց Հայաստանը այդ տարածքի նկատմամբ սուվերենությունը չի զիջում Ադրբեջանի։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք պետք է նկատի ունենանք, որ օրինակ 6-րդ կետը, որ Աջարիային է վերաբերում, այնտեղ Թուրքիան Աջարիայի սուվերենությունը զիջում է ուրեմն Վրաստանին, բայց 5-րդ կետով նույնիսկ եմ կրկնում Նախճեվանի հետ կապված հստակ ձևակերպում կա, որտեղ Նախճեվանը որպես առանձին տարածք է մտնում Ադրբեջանի ենթակայության տակ, բայց ոչ որպես Ադրբեջանի տարածք։ Եվ քանի որ 90 թվականին, 91 թվականին, երբ որ Ադրբեջանը անկախացավ, ինքը իրեն դուրս դրեց խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդի կարգավիճակից եւ հայտարարեց, որ ինքը 18-20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է, այդ նշանակում է ինքը դուրս է դնում իրեն նաև Ղարսի պայմանագրից, որտեղ Ղարսի պայմանագիրը կնքվել է 21 թվականին, արդեն խորհրդային Ադրբեջանի պայմանները։ Սա էլ բավականին, իհարկե մենք այդ պայմանագրերը պետք է շատ լուրջ ուսումնասիրենք եւ այդ պայմանագրերը հնարավորություն են տալիս, նույնիսկ հնարավորություն ունեինք մենք 91-94 թվականի պատերազմի ժամանակ այդ տարածքի նկատմամբ ունենալ որոշակի նկրտումներ եւ իրականացնել մեր նկրտումները, որտեղ հենց Ղարսի պայմանագրի 5-րդ կետում, եթե այդ ժամանակ երբ որ արդեն Ադրբեջանը իրեն այլ կարգավիճակ էր տալի եւ հայտարարում էր 18-20 թվականի Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, Հայաստանը միանշանակ իրավունք ուներ հաշվի առնելով հայ, ուրեմն Ղարաբաղի ադրբեջանական կոնֆլիկտը եւ ուղղակի սպառնալիք է, որ Թուրքիան կարող է հարձակվել Հայաստանի վրա կամ ուղղակի զորք մտցնել ու օկուպացնել Նախիջևանը, Հայաստանը իրավունք ուներ Նախիջևանը վերցնել իր պաշտպանության տակ իր սահմանները անձեռնամխելի կամ անվտանգ պահելու համար, բայց Հայաստանը չգնաց այդ քայլերին։ Նշանակում է մենք այսօր շատ հստակ կարող ենք հղում անել հենց Ղարսի պայմանագրի 21 թվականին կնքված Ղարսի պայմանագրի 5-րդ հոդվածի վրա եւ հստակ հայտարարել, որ Թուրքիան այնտեղ որևէ բազա դնելու իրավունքը չունի։ Եթե ինքը փորձի գնալ այդ քայլին, Հայաստանը ուրեմն հնարավորություն ունի եւ նաեւ իրավունք ունի ուրեմն դրան արձագանքելու եւ միջամտելու։ Բայց կարծում եմ այս հարցը մենք բավականին լուրջ մակարդակներով պետք է բարձրացնենք, չնայած նույնիսկ եմ կրկնում, Ադրբեջանը դեռևս փորձագիտական մակարդակով է այդ հարցերը արծարծում, բայց չի նշանակում, որ այս գործընթացների պայմաններում ինքը կարող է այդ երևույթը դարձնել արդեն զուտ իրենց որպես մարտավարական կամ ռազմավարական խնդիր եւ հասնել դրան։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, ինչքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանան ու լավանան, Ռուսաստանը երբեք չի ցանկանա, որ Թուրքիան ուժեղանա Անդրկովկասում կամ Նախճեվանում ունենա իր ռազմական բազա։ Երկրորդը դրան դեմ է նաև ես կարծում եմ Արևմուտքը, չեմ կարծում, որ Վաշինգտոնը կուզենար, որ Թուրքիան այդ առումով այդքան ուժեղանար։ Միաժամանակ կարող ենք ասել, որ Բրյուսելը դրան, այսինքն Եվրոմիությունը իր ամբողջ կազմով, Թեհրանը դեմ է, Պեկինը երբևէ չպետք է մոռանալ, որ Չինաստանի համար էլ Թուրքիայի ուժեղացումը, հատկապես այդ դեպի արևելք նրա շարժը ամենևին ձեռնտու չի եւ այդ պայմաններում ըստ էության բոլոր ուժային կենտրոններին, որոնք այսօր որոշակի ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա, ձեռ չի տալի, որպեսզի Թուրքիան ուրեմն Նախճեվանում ունենա ռազմական բազա եւ դա կարողանա օգտագործել տարբեր խնդիրներ լուծելու համար։ Մենք բայց ձեռները ծալած չպետք է նստենք եւ մեր դիվանագիտական կորպուսը, արտգործնախարարությունը, ինչու՞ չէ նաեւ պաշտպանության նախարարությունը եւ մյուս գերատեսչությունները այս հարցի հետ կապված պետք է բոլոր այդ կենտրոնների հետ այսօր հստակ աշխատել։ Մենք իրավունք չունենք նույնիսկ եմ կրկնում ձեռները ծալած նստել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեզ այսօր ավելի շատ է հուզում, որ արդեն իսկ կայացել են խորհրդարանական ընտրությունները, դրանք անցել են շատ խաղաղ եւ բոլորի համար ընդունելի պայմաններում
Ես վստահ եմ նաև Երևանի քաղաքականու ընտրությունները կանցնեն նույն ուրեմն ոգով, ունենալով ներքաղաքական լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ, կարծում եմ այսօր բոլոր քաղաքական ուժերը իշխանական թե ընդդիմության պետք է միտված լինեն այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են մեր հանրապետության առաջ, Արցախի հանրապետության առաջ, գիտեք, ընդամենը ամսի 8-ին եւ 9-ին նշվում են նաեւ Շուշիի ազատագրման 25-ամյակը, հաղթանակի 25-ամյակը, այդ ամեն ինչին ընդառաջ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները պետք է լծվեն այն խնդիրների արձարծմամբ ու լուծմամբ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության առջև։ Ես ասեմ, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ, որպես այդպիսին այս պահին գոյություն չունի։ Հաշվի առնելով նաև 16 թվականի ապրիլյան դեպքերը, որովհետև ապրիլյան դեպքերին ես բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ եւ ասել եմ, թե ինչ է հիմնական պատճառ դարձավ, որ Ադրբեջանը գրած այդ ավանտյուրայի, բայց հիմա մեր ուրեմն պաշտպանական շրջանները Արցախի Հանրապետության եւ նաեւ մեր համապատասխան կառույցները ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Ադրբեջանում, որևէ մեկի համար գաղտնիք չի, որ հիմա մենք կարողացել ենք ամբողջ սահմանի երկայնքով տեղադրել այն հնարավորությունները ռազմական, որոնք թույլ են տալի բավականին մեծ խորությամբ մշտադիտարկում անցկացնել Ադրբեջանի տարածքների նկատմամբ, հատկապես այն տարածքների, որտեղից հնարավոր շարժերն ու տարբեր տեղաբաշխումները կարող են հանգեցնել որոշակի լարվածության ու ինչու՞ չէ նաև ռազմական բախման։